Փառք Տիրոջ այս հրաշալի օրվա համար։ Երբ որ Արամը սկսեց խոսել, ասեցի, եթե մի երկու համար էլ հիշեցնի, որ իմ պատգամից է, պիտի ասեմ Արամ ջան, շարունակեք երկրպագել։ Շնորհակալ եմ Աստծուց Արամի համար, որ ճանապարհ պատրաստեց։ Հետաքրքիր էր, որ այն խոսքը, որ սկզբից մտադիր էի ասեի, հայտնության գլխում, որ Արամը կարդաց, որ ասում է ձեր առաջի սերը թողել եք, հետաքրքիր է, որ մենք կարող ենք պահել, բայց մենք մեր ձեռքից թողել ենք, մենք տվել ենք մեր ձեռքից, մենք ենք ուզել, որ դա լինի։ Եթե մենք չուզենք, որ այդ առաջի սերը մեզանից գնա, որևիցե մեկը չի կարող մեզանից դա վերցնել։ Սատանան չի կարող խլել։ Մեր կողքի քուր եղբայրների կարգավիճակը, իրանց ապրելակերպը չի կարող դա խլել մեզանից։ Որովհետև Եփեսացիս թղթում առաքյալն ասում է, որ մենք ձեր սիրով պարծենում ենք, ամենտեղ պատմում ենք ձեր սիրո մասին, եւ հետո տեսնում ենք, որ թողեցին նրանք առաջի սերը։ Բայց մենք գիտենք, որ Աստված նույն տեղում չէ, եւ Աստված իր ժողովրդին միշտ առաջ է տանում, որովհետեւ այն ժողովուրդը, որ շարունակում է նույն տեղում մնալ եւ դադար առնել, այդ ժողովուրդը դանդաղ կմահանա, բայց մեր Աստված երբեք նույն տեղում մեզ չի թողնելու, որովհետեւ նա խոստացել է հասցնել Քանանի երկիր, օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Ես Եսայա մարգարեության 43-րդ գլխից եմ կարդալու։ Եսայա մարգարեություն 43-րդ գլուխ 18 խոսքից։ Առաջինները մի հիշեք, ու հին բաները մտքներդ մի բերեք։ Ահա ես նոր բան պիտի անեմ։ Հիմա պիտի հայտնվի։ Միթե սա պիտի չիմանաք։ Ես անապատի մեջ էլ ճանփա ու անջրտի երկրի մեջ գետեր պիտի դնեմ։ Ինչ է ասում Աստված իր ժողովրդին, ասում է առաջի բաները մի հիշեք ու հին բաները մտքներիդ մի բերեք։ Ես ուզում եմ, որ մենք այստեղ մի քիչ մտածենք։ Նկատել եք, որ ժամանակ առ ժամանակ մենք հետ ենք գնում ու հիշում, որ սրանից մի քանի տարի առաջ ինչքան լավ էր մեր հոգևոր վիճակը։ Լավ էր։ Անընդհատ աղոթում էի, անընդհատ կարդում էի, հավատացյալների հետ հաճախ շփվում էի։ Ամեն բան լավ էր կարծես, որ աղոթում էի Տիրոջ ներկայությունն էի զգում, աղոթում էի պատասխանել կար։ Գիտեք մենք դա երբ ենք հիշում։ Երբ որ մենք հասկանում ենք, որ մեր վիճակը հոգևորապես տկար է։ Եվ այստեղ Աստվածաշունչը մեզ հուշում է, ասում է առաջի բաները մի հիշի ու հին բաները միտքդ մի բեր։ Մի բեր։ Ինչու՞։ Որովհետև Հիսուսը ամեն օր նոր բան է անում։ Մեր կյանքի մեջ դա տեսնել է պետք եւ դրա մեջ գնալ է պետք։ Ինչքան լավ օրեր էր այն ժամանակ, որ ես ապաշխարել էի։ Շատ լավ է, որ լավ օրեր ունեցել ենք։ Վատ օրեր ենք ունեցել, միայն լավ օրեր չենք ունեցել։ Այն ժամանակ սերը այնքան լավ էր, այնքան շատ էր։ Այդ սերը շարունակում է մեր մեջ մնալ։ Այլ հարց է, մենք ուզում ենք սիրենք, թե չէ։ Գիտեք մենք ինչի ենք տարիներ հետո հիշում մեր անցյալը, որովհետև մենք Աստծուն թողել ենք այնտեղ, ու մենք մարդկորեն փորձել ենք քայլել առաջ, եւ հասել ենք միտեղ, որ չենք կարող առաջ գնալ, որովհետև վստահեցնում եմ, եթե մենք մարդկորեն քայլում ենք առաջ, մի օր մենք կանգնելու ենք եւ չենք կարող շարունակել։
Եվ մենք հիշում ենք այն լավ օրերը, լսեք, Աստված միշտ ներկայի մեջ է, անցյալի մեջ չէ, բաց թող օրհնյալ լինեն այն լավ օրերն են, վատ օրերն են, որ մեզ լավ բաներ սովորեցրել են եւ վատ բաներն էլ մեզ մղել են դեպի առաջ, բայց հիմա ամենակարող Աստված ասում է, ես նոր բան եմ ուզում անել քո կյանքում, քո ընտանիքում, քո ծառայության մեջ, ուզում եմ, որ քեզ նոր հավատք լինի, ուզում եմ, որ քո սերը ավելի մեծ լինի, ուզում եմ, որ քո մոտ հրաշքներ լինեն, ուզում եմ, որ պարգևները գործեն քո կյանքի մեջ, ես ուզում եմ, որ դրանք լինեն, բայց մենք ամեն օր, չգիտես ինչի, ապրում ենք անցյալով, երեկը մեզ համար անցյալ է, ինչ է արել Աստված այսօր, եթե մենք մի հատ մեր միտքը բերենք, մենք ինքներս մեզ հարց տանք ու ասենք, վերջին անգամ Աստված ինչ է արել իմ կյանքում, ինչա կարծում եք Աստված չի ուզում, որ մեր կյանքում ինչ-որ բան փոխվի, ավելին ասեմ, Աստված երբեք չի ուզում, որ մենք մի գծով գնանք, չի ուզում, որ մենք մի վիճակի մեջ մնանք շարունակ, Աստված ուզում է, ամեն օր մենք փոխվենք, և սա է Աստծո փափագը, ինչքան եմ լսել, որ Ամարդ ինչի հրաշքներ չի լինում, ինչի բժշկություն չի լինում, եթե ուզում ես, որ դա լինի, արա, ով է արգել է, Աստվածաշունչը հատուկ մարդիկ չի ընտրում, այլ մենք երանի ենք տալի են լավ օրերը, ես մի տեղ եմ ուզում կարդալ Հոբի գրքից, 29-րդ գլխի 2-րդ խոսքը տեսեք Հոբը ինչ է ասում իր նեղությունների մեջ, երանի թե առաջի ամիսների պես Աստված ինձ պահած օրերի պես լիներ, երբ նրա ճրագը իմ գլխիս վրա լույս կտար, ու ես խավարի մեջ նրա լույսով կքայլեի, երիտասարդությանս օրերը եղածի պես, երբ Աստծո մտերմությունը իմ վրանիս մեջ էր, Դե Հոբը գիտենք, որ մեր համար միշտ օրինակ է որպես նեղությունների մեջ անցած ու պատվով դուրս եկած, բայց տեսեք, որ նեղության ժամանակ Հոբը առաջիններն էր հիշում, չմտածելով, որ առջևում իրեն ավելի լավ բան է սպասվում, քան նախկինում, որ ինքը ուներ, ինքը այդ ժամանակ ասում էր երանի թե տղաներս աղջիկերս իմ կողքս լինեին, այն ինչ որ հետո Հոբը պիտի գրեր, ես Աստծո մասին մենակ ականջովս էի լսել, բայց հիմա իմ աչքերով եմ տեսնում եւ ամենակարող Աստծո ձեռքը նրան հասավ եւ այն ինչ որ նա կորցրել էր կրկնապատիկ Աստված նրան տվեց, ես հասկանում եմ, որ մեզ համար մեծ հույս կա եւ մեծ ապագա, նրանց համար ովքեր հավատարիմ են եւ նեղությունների մեջ, այլևս անցյալը չեն հիշում եւ ասում են ամենակարող Աստված ինձ առջևում սպասում է, որովհետեւ այնտեղ այնքան նոր բաներ կա, որ իմ կյանքը փոխվելու է, ես այլևս այսպես ապրել չեմ ուզում։ Ես չեմ ուզում այլևս այսպես ապրել, ես չեմ ուզում իմ հոգևոր կյանքը ինձ չի բավականացնում, եթե ինձ չի բավականացնում, ասեմ ավելին ամենակարող Աստծուն ավելին չի բավականացնում։ Իմ աղոթքի կյանքը ինձ չի բավականացնում, իմ ընթերցանությունը ինձ չի բավականացնում, որովհետև մենք թողել ենք մի բան անցյալում եւ այնտեղով միշտ ապրում ենք, որովհետև մենք այնտեղ լավն ենք եղել։ Բայց հիմա ես ուզում եմ ասեմ, առջևում ավելի լավն ես լինելու եւ ավելի նոր բաներ կան այնտեղ, քո հավատքը այնտեղ ավելանալու է, քո աղոթքի որակը փոխվելու է, քո կարդալու մեջ հայտնություններ են լինելու, եթե դու սպասես, հավատաս ու փնտրես ու փափագես, ամեն օր ասես Աստված իմ կյանքը ինձ չի բավականացնում, փոխիր ինձ, ես չեմ ուզում այլևս անցյալով ապրել, ես նոր բաներ եմ ուզում, նոր ձև եմ ուզում եմ, որ ես չլինեմ, իմ տան ընտանիքի անդամներն էլ ամբողջը իմ հետ լինեն, ու ոչ թե մենակ ես ծառայեմ, իմ ընտանիքի անդամներն էլ ծառայեն, սա իմ փափագն է եւ ամենակարող Աստված ուզում է, որ դա մենք փափագենք։ Երբ որ ես սրա մասին մտածում էի, հիշեցի, որ տարիներ առաջ միտեղ սովորում էինք, ես ու Արմինեն էինք, ու մեզ համար մի տուն էին վարձել,
Եվ մենք այդ տանը ապրում ենք։ Հետաքրքիր էր, որ այդ շենքի հայաթով որ անցնում էր, այդ շենքից լեզուների աղոթքի ձայն էր լսում։ Երբ որ ինչ որ շենքի մուտք մտնում էր, լեզուների աղոթքի ձայն կար։ Միշտ աղոթող կար։ Ու ես մտածեցի, ասեցի, ես իմ աղոթքի մեջ պիտի սկսեմ փոխել։ Ես կուզենամ, որ հրազդանում ամեն մուտքում մեկը գտնվի, որ իր մուտքի համար աղոթի։ Իմ ընտանիքս, ես այնքան պրոբլեմներ ունենք, որովհետև մենք ուրիշների համար չենք աղոթել։ Նախ Աստծո արքայությունը մնացած բաները կտրվի մեզ, կամ մենք հավատում ենք այս խոսքին, կամ չենք հավատում այս խոսքին։ Երանի թե մեզանից մեկը գտնվի, որ կանգնի ու ասի, ես սրանից հետո ամեն Աստծո օր աղոթելու եմ, որ իմ մուտքում խմբակ լինի, որ իմ մուտքում մարդիկ ապաշխարեն, որ ես չամաչեմ միջանցքում լեզուներով աղոթելով անցնեմ, որովհետև բոլորն են այդտեղ ծանոթ այդ խոսքերին, այդ աղոթքին։ Երանի թե։ Եվ Աստված ասում է, հին բաները մի արա, ահա ես նոր բաներ եմ անում, որ հիմա պիտի հայտնվի։ Ես սրան եմ հավատում։ Ես հավատում եմ, որ Աստված նոր բաներ է անում մեր համար։ Մեզ պետք է, որ մենք այդ նոր բաների մեջ մտնենք, որ մենք այդ նոր բաները տեսնենք։ Ես չգիտեմ ինչքան է քեզ բավականացնում քո այս պահին հոգևոր ընթացքը, բայց ես ուզում եմ ասեմ, որ մենք կարիք ունենք փոխելու մեր ընթացքը։ Ասում է, ես նոր բաներ եմ անում եւ ասում է, միթե դուք սրանք պիտի չիմանաք, պիտի իմանաք, որովհետեւ Աստված ասեց, ամենակարողի բերանը խոսեց եւ դա լինելու է եւ երանի թե, որ մենք ամեն մեկս մեր տեղը չկորցնենք։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ ես Արցախում էի, մի օր տենց զրույց եղավ, որ խոսում ենք, ասեցի, գիտեք, ես այլընտրանք եմ այսօր Բերձորում, որովհետև ինձանից առաջ էլի հավատացյալներ եղել են այնտեղ, բայց ոչինչ չեն արել, այնպես չի, որ ես էի որոշված, բայց քանի որ նրանք չարեցին, Աստված այլընտրանք ունի միշտ, եւ Աստված այլընտրանք էր իմ այնտեղ ծառայությունը եւ Աստված օրհնեց այդ ծառայությունը եւ ես շնորհակալ եմ Աստծուց, բայց ես չեմ ուզում, որ այնպես լինի, որ ես կորցնեմ իմ տեղը, մեկ ուրիշը գա եւ այդ ծառայությունը տանի առաջ։ Ես ուզում եմ, որ ես լինեմ այնտեղ, որտեղ ամենակարող Աստված ուզում է, որ ես լինեմ եւ իր սրտում ունի այնտեղը, որտեղ որ ես կամ դու պիտի լինենք։ Ամեն։ Եվ տեսեք ինչ է ասում Աստված։ Ասում է, հա ես նոր բաներ պիտի անեմ, միթե սա չպիտի իմանաք, ես անապատի մեջ ճամփա պիտի բացեմ, ճամփա բացողն եմ։ Ես անապատում չեմ եղել, բայց լավ ուսումնասիրել եմ, հատկապես այս պատգամը պատրաստելուց։ Ով է պատկերացնում անապատի մեջ ճանապարհը ոնց է լինում։ Անապատի մեջ ճանապարհ չես կարող բացել։ Եթե դու փորձում ես ճանապարհ բացես, մի քանի րոպե հետո քամին ծածկում է այդ ճանապարհը։ Եթե դու քայլում ես անապատով, եթե դու հետ թեքվես, կտեսնես, որ ոտնահետքերդ այլևս չկա։ Շնորհակալ ենք Աստծուն։ Գիտես, ինքը միշտ հետևը մաքրում է, որ այլևս հետ դառնալու ճանապարհ չլինի։ Այդ նույն հետքերով չգնաս։ Երբ որ ես սա նայում էի ուսումնասիրում էի ինտերնետում մի բան գտա։ Հետաքրքիր էր, որ արաբական էմիրություններում անապատում ճանապարհ են պատրաստել, ասֆալտ են արել։ Ու ես մտածեցի, ասեցի, հետաքրքիր է, պիտի մտնեմ նայեմ տեսնեմ ոնց են ասֆալտ արել։ Եվ իրանք ասֆալտ են արել ու ոնց է ճանապարհը մնում։ Տրանսպորտ է դրված երկու կողմից։ Գիշեր ու ցերեկ իրանք մենակ գնում են, գալիս են։ Անընդհատ գնում գալիս են, որ մաքրեն այդ ճանապարհը, որովհետև երբ որ նա գնում է, հետևից հաջորդ տրանսպորտն է գնում, որովհետև ավազը բերում է փակում է դա, որպեսզի մարդիկ կարողանան գնալ։ Մեր Աստված անապատի մեջ ճանապարհ բացող Աստված է։ Ալելույա։
Անապատը միշտ մեր նեղությունների խորհրդապատկերն է Աստվածաշնչում։ Բայց ես ուզում եմ ասեմ, գիտեք, անապատում ճիշտ է դժվարություններ կան, բայց այնտեղ բավականին բաներ կա, որ մենք սովորում ենք։ Ես անապատի մեջ ճանապարհ բացող եմ։ Եվ ես հիշեցի Եգիպտոսի երկրից անապատի մեջ դուրս եկող Իսրայելի ժողովրդին եւ այնտեղ մի պատմություն հիշեցի։ Եկավ մի ժամանակ, որ նրանք մեղքի պատճառով նրանց օձերի խայծ տրվեց։ Հիշում եք այդ պատմությունը։ Եվ այնտեղ, երբ որ օձը կծում էր, մարդը մահանում էր։ Եվ Մովսեսը Աստծուն խնդրեց ինչ անի եւ հիշում եք անապատում մի օձ կանգնեցվեց եւ ով որ եթե օձը կծում էր նրան նայում էր, հիշում եք այդ տեղը, ու բժշկվում էր։ Թվոց 21:9-ում ասում է. Եվ Մովսեսը պղնձի օձ շինեց ու նրան ձողի վրա դրեց եւ եղավ որ օձը երբ մարդը կկծեր նրան, նա պղնձի օձին նայելով պիտի առողջանար եւ առողջանում էր։ Հետաքրքիր է, որ անապատի մեջ մի բան կար, որ պիտի առողջացներ նրան, երբ որ օձը կծում էր, օձն էր։ Եվ հետագայում առաքյալը պիտի գրեր։ Ինչպես անապատում օձը բարձրացավ, այնպես մարդու որդին խաչը բարձրացավ, որ ով որ նրան նայի, պիտի ապրի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այսօր մենք մեր նեղությունների մեջ առաջինը նրան չենք նայում, ով անապատի մեջ ճանապարհ բացել գիտի։ Մենք նայում ենք մեր կարողություններին։ Նայում ենք մենք ինչ կարող ենք անել, եւ դա ենք փորձում անել միջև այն ժամանակ, երբ որ հասկանում ենք, որ այլևս անկարող ենք, եւ դիմում ենք Աստծուն ասելով. օգնիր մեզ։ Երբ որ մենք սկզբից պիտի նրան նայենք։ Որովհետև մինչև դու փորձում ես հասնել, որ ամենակարողին նայել, հիասթափություն ես ապրել բավականին։ Հավատքը տկարացել է, այլևս աղոթք չկա, Սուրբ Գիրք չես կարողանում կարդալ, որովհետև նեղությունը քեզ ստիպել է, որ դու այդ վիճակին հասնես։ Բայց երբ որ նայում ես մեկին, ով անապատի մեջ ճանապարհ է բացում, որ որևիցե մեկին չի հաջողվել, հասկանում ես, որ նրան նայելը ճիշտ է եւ անապատից ճիշտ դուրս գալու միակ ճանապարհը Քրիստոսին նայելն է։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Մենք բոլորս գիտենք Մատթեոս ավետարանի 4-րդ գլխից Հիսուսի հայտնի պատմությունը անապատում, որ գնաց Սուրբ Հոգով տարվավ անապատում փորձության։ Հիշում եք, որ այնտեղ ասեց, եթե սոված էր եւ ասեց, եթե դու Աստծո որդի ես, ասա, որ այս քարը հաց դառնա։ Եվ Հիսուս ասեց, ոչ միայն մարդը հացով կապրի, այլ այն խոսքով, որ Աստծո բերանից դուրս է գալիս, այդպես ու ես այստեղ մի բան եմ ուզում ասեմ, անապատում մեզ միայն վատ բաներ չի սպասվում, այլ նաեւ լավ բաներ, ճակերտների մեջ ասած։ Հիշում եք, որ Սատանան նրան տարավ, հանեց մի բարձր լեռան վրա եւ ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները եւ այս ցույց տվեց թագավորություններն ու նրա փառքը, ասեց այս ամենը քեզ կտամ ինձ երկրպագի։ Կարծում եք, որ մենք անապատով անցնում ենք, մեզ նման առաջարկ չի լինում։ Լինում է։ Որտեղից է լինում։ Կարեն եղբայր, Տերը օրհնի, աղոթեցիր, աշխատանք ունեցամ, շնորհակալ եմ շատ Աստծուց այդ աշխատանքի համար, բայց հիմա չեմ կարա եկեղեցի գամ։ Անապատում առաջարկված եւ մեր կողմից էլ ընդունված առաջարկն է։ Ես մի քիչ համարձակ եմ ասում, բայց ոչինչ։ Այն աշխատանքը, որ ինձ ու քեզ կկտրի Աստծուց, ինչքան էլ լավը լինի, դա Աստծուց չէ։
եւ դա օրհնություն չէ։ Ես շատ աշխատավարձ եմ ստանում իմ ընտանիքի կարիքները բավարարում եմ, դա Աստծուց չէ։ Ես մյուսներից պակաս չեմ ու հետ չեմ ընկնում, այլևս ես կարողանում եմ ինձ որոշ բաներ թույլ տալ, դա Աստծուց չէ։ Աստված մեզ մի բան չի տա, որ մեզ կկտրի իրենից։ Դա անապատում Չակերտների մեջ առաջարկված այն լավ տարբերակն է, որ մենք այդ խայծը կուլ ենք տվել։ Բա ինչ անեմ, չեմ հասցնում։ Նայիր անապատի մեջ բարձրացրած այն խաչին, որ բոլոր հարցերի պատասխանն է։ Օրհնյալ լինի Քրիստոս։ Բոլոր հարցերի պատասխանն է։ Նա կարող է մեզ աշխատանք տալ եւ մեր աշխատանքը մեր ձեռքի գործերն այնպես օրհնել, որ մենք ոչ միայն հետ չմնանք, այլ մենք մեզ որոշ բաներ էլ թույլ տանք եւ սա է Աստծո օրհնությունը եւ ծառայություններից էլ չբացակայել։ Թե չէ Կարեն եղբայր շնորհակալ եմ աղոթելու համար, որ աշխատանք եղավ ինձ, բայց ես էլ չեմ կարողանալու եկեղեցի գամ, դա օրհնություն չէ եւ Աստծուց չէ։ Դա խապնանք է։ Ասում է անջուր տեղերը ես գետեր պիտի դնեմ։ Հագարին հիշում ենք, երբ որ անապատի մեջ էր, երեխային մի կողմ դրեց, որպեսզի սպասի, որ մեռնի, որովհետև հույս չկար։ Ինչքան իրավիճակ է եղել, որ այլևս հույս չես ունեցել։ Բայց Աստված անջուր տեղերում էլ ջուր է բխեցնում իրեն հավատացողների համար եւ հավատացողը կասի ամեն, օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը եւ ասեց ոչ թե միայն կապրի, այլ նրա սերունդը կօրհնեմ ու շատ կմեծացնեմ, ժողովուրդ մեր սերունդը պիտի օրհնված սերունդ լինի եւ Աստծուն ծառայի եւ միշտ Աստծո առջեւ մեր սերունդներից կանգնող պիտի լինի եւ չպակասի։ Սա է ամենակարող Աստծո ուզածը, դրա համար է ասում, ես քեզ անապատով էլ կանցկացնեմ եւ քեզ ոչինչ չի պատահի, անջուր տեղերում էլ քեզ ջուր կբխեցնեմ, որ դու ապրես, որ այնինչ որ որոշել եմ քո կյանքի համար, դա իրականացնեմ։ Շնորհակալ ենք մեր Տիրոջից։ 20 խոսքն ասում է Եսայա մարգարեության 43-րդ խոսք ասում է. «Եվ ինձ դաշտի գազանները, շակալներն ու ջայլամները պիտի փառավորեն, որովհետև իմ ժողովուրդս իմ ընտրյալներուս խմեցնելու համար անապատի մեջ ջուր եւ այն ջրտի երկրի մեջ գետեր պիտի դնեմ։ Այս ժողովուրդը ես ինձ համար ստեղծեցի, նրանք իմ գովությունը պիտի պատմեն։ Դաշտի գազանները, շակալներն ու ջայլամները պիտի փառավորեն ինձ»։ Երբ որ ես սա կարդացի, հիշեցի մեր մտքում ինչեր են լինում, երբ որ մենք վատ մարդկանց ենք տեսնում։ Այս մարդը գազանը։ 1000 անգամ ներողություն խոսքիս համար, բայց քանի որ կա այս մեր բառապաշարի մեջ, ներողություն եմ խնդրում, ասում ես մարդը շակալ է։ Վատ մարդ է, սրանց ինչքան հեռու ենքան խեր։ Որովհետև միտեղ խափում է։ Իմ Աստված իր խոսքի մեջ գրել տվեց. նրանք ինձ կերկրպագեն։ Գազանը, ջայլամը, շագալ ասում է ինձ կփառավորի, ասում է ամենակարող Աստված։ Եկեք մենք ժամանակից շուտ դատեր չանենք։ Եղել է քո կյանքում դեպք, որ մի մարդու մասին բավականին խոսել ես, հետո մի օր այնքան լավ երկրպագություն է եղել, ձեռքերդ բարձրացած երկրպագել ես, մեկ էլ հանգարց աչքերդ բացել ես, տեսել ես այդ նույն մարդը քո կողքը կանգնած, աչքերը փակած, արցունքներն աչքերից գնում է ու այն նույն Աստծուն աղոթք է անում, որին դու փառավորում ես։ Բայց ժամանակ ինչ ենք ասելու նրան։ Իմ կյանքում եղել է իմ կյանքում։ Արցախում։ Մեկի մասին խոսում է, ասում է, չգիտեմ սրան ոնց անենք, որ եկեղեցի չգա, որտեվ գիտեինք ինչի համար է գալիս։ Հայտնի պատճառներով։
Բայց երբ որ Աստված կպնում է, ինքը մոռանում է ինչի համար է այդտեղ եկել։ Այսպես է մեր Աստված։ Դրա համար է սենց սուր խոսքեր ասում գազանը, շակալը, ջայլամը ինձ կփառավորի։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, բայց ամոթ է մեզ, որ նրանք գան քո հոր թագավորության մեջ եւ նրանք երկրպագեն, բայց մենք նայենք նրանց ու ասենք ինչ լավ են երկրպագում, Երանի ես էլ կարողանայի մի ժամանակ ես նրանց մեջ էի, ոչինչ, հեսա մի քիչ հասունանան հավատքի մեջ կտեսնենք։ Փոխարենը մենք նրանց արջևից գնացող լինենք, որ երբ որ գալիս են, տեսնեն, թե ամենակարող Աստված ինչ է որոշել ինձ եւ քեզ համար։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Առաջի Կորինթացիս 2-րդ գլխի 2-րդ խոսքում ասում է, Աստծո խոսքն ասում է, որովհետև ես միտքս չդրեցի ձեր մեջ ուրիշ բան իմանալ, բայց միայն Հիսուս Քրիստոս ու այն էլ խաչը ելած։ Ալելույա։ Ինչի համար։ Մեր մեջ բոլոր հարցերը լուծվում են, մեր մեջի բոլոր պատերազմները, վեճերը, անհամաձայնությունները, ամեն բան լուծվում է, երբ որ Քրիստոս իմ մեջ ապրում է ու այն էլ խաչը ելած։ Եթե ես հիվանդ եմ, իմ բոլոր հիվանդությունների հարցը շարունակվում է լուծվել։ Ես շատ հիվանդ եմ, աղոթում եմ ու Աստված ինձ չի բժշկում, թույլ տվեք ես սա ասեմ, ներողություն, իմ մարմնի մեջ բավականին շատ հիվանդություններ կան։ Իսկ ով է ասել, որ Աստված պիտի բժշկի, որ ես ծառայեմ։ Աստված ինձ պահում է, որ ես չմահանամ ու ես նրան ծառայեմ։ Այսա է Աստծո որոշելու բանը։ Ով է ասել, որ ամեն հիվանդություն պիտի բժշկվի։ Ով է ասել, որ ամեն խնդիրներ պիտի լուծվի։ Երբ որ ես ծառայում եմ Տիրոջը, հասկանում եմ, որ հիվանդությունները ինձ նեղել չեն կարող։ Ինչ կապ ունի մարմնում ինչ կա։ Պողոս առաքյալներ էր ասում, որ սատանայից ինձ խայր տվեց, Տիրոջը խնդրեցի եւ ամենակարող Աստված ասեց իմ շնորհքը բավական է։ Շնորհքովս ծառայի։ Երբ որ Քրիստոս խաչը ելած մեր մեջ բնակվում է, առաջի բաները, հին բաները մենք չենք հիշում այլևս։ Որովհետեւ խաչին նայողը ապագան է տեսնում իր։ Այն հավիտենությունը, այն բաղձալի պսակը, այն անթառամ պսակը, որ ամենակարող Աստված իրեն հավատացողներին խոստացավ, տեսնում է այն փառավոր կյանքը, որ ամենակարող Աստված խոսեց, որ երկինքը խոսեց, ամեն իրեն հավատացողին, հասկանում ենք, որ այս ժամանակների նեղությունները ոչ մի բան են գալիք փառքի դեմ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ, որ մենք ամեն մեկս հասկանանք, որ հիմա ինչ վիճակում որ կանք, Աստված էս չի պատրաստել մեզ համար, եւ սա մեր մաքսիմալը չէ։ Եթե ինչ որ վիճակում հասել ենք կանգնել ենք, սա մեր մինիմալն է, այստեղից հզոր բաներ կա, որ ամենակարող Աստված ուզում է անել։ Գնա աղոթքի մեջ, գնա խոսքը փնտրելու մեջ, ու Տիրոջից խնդրի, որ Աստված ասի քո անելիքը, ինչ է ուզում անել Աստված, եւ Աստված ուզում է, որ ամեն մեկին այս տան մեջ եղող հզոր ձևով գործածել։ Երբ որ Քրիստոս մեր մեջ խաչը ելած ամեն ժամանակ կա, միայն այն ժամանակ է, որ մեր սրտում գոհություն կլինի, որովհետև անապատի մեջ ճիշտ անցնելու ձևը Քրիստոսից հայացքը չկտրելն է։ Փառք Տիրոջը, օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Մեր ամենակարող Աստված ասում է. ես ամեն օր քեզ հետ եմ։ Եթե դու ինձ առավոտը հանդիպել ես, երեկոյան էլ պիտի հանդիպես, որովհետև առավոտը արդեն անցյալ է։ Եվ ես ուզում եմ, որ դու չմնաս այս վիճակին, այլ շարժես, քո ներսը ամբողջությամբ թող տակնու վրա լինի եւ փնտրես այն հզոր ծառայությունը, այն հզոր ծառայությունները, որ ամենակարող Աստված որոշել է ինձ եւ քեզ համար։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Երկրորդ Կորինթացիս թղթում հայտնի տեղ է 5:17-ում ասում է. Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր ստեղծված է։ Հիները անցան, եւ ահա ամեն բան
նոր եղավ, ալելույա, հիները անցան, մինչև էստեղ, ինչ որ եղել է, ինչպես որ ապրել ես, մինչև էստեղ մեր հավատքի հասակը ինչքան որ եղել է, սրա հետ հաշտվելը միամտություն է, ավելին կա, ինչպես Հոբը ասեց, ինչպես անապատում ժողովուրդը նայում էին և փրկություն էին ունենում, այնպես էլ մենք, երբ որ Քրիստոս խաչը ելած մեր մեջ բնակվում է և մենք նրան նայում ենք, հիները մեզ համար անցյալում են, ինձ համար առջևում նոր բաներ կա և ես փափագում եմ ու վազում եմ, որ դրանք ամենակարող Աստված իրականացնի իմ և իմ տան մեջ, շնորհակալ ենք Տիրոջից։